Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի երեկվա առաջարկին, որ 15,000 դրամ կտրվի բոլոր նրանց, ովքեր ավական ընտրություններում հանրապետականից ընտրակաշառք չեն վերցնի, հակադարձում է մեկ նախադասությամբ. Հանրապետական ընտրակաշառք չի բաժանում, այլ հարց։ Միաժամանակ պարոն Շարմազանովին հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանը որտեղից պետք է վերցնի այդ գումարները, որպեսզի բաժանի չկաշառվող ընտրողներին։ Բայց մեր ժողովուրդը 10,000 դրամ կաշառք վերցնում, ինչու է մեր ժողովրդին գտնում, որ մեր ժողովուրդը պոտենցիալ կոռուպցիոներ է։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը կաշառք չի վերցնում, որովհետև կաշառք տվող էլ չկա։ Նիկոլ Փաշինյանը նախ կասի, թե որտեղից իրեն այդ գումարները, դա լինելու է մայրաքաղաքի բյուջեից եւ լիքը գումարներ կան, որոնք բյուջե չեն մտնում։ Սամվել Ալեքսանյանի տան նման տները, որոնք չեն վճարում գույքահարկը կամ ծիծաղելի գույքահարկ են վճարում, իրենք իրական գույքահարկը վճարելու են եւ մենք մտադիր ենք առնվազն 30 միլիարդ դրամով ավելացնել Երևան քաղաքի բյուջեն։ Պարոն Փաշինյանը վստահեցնում է, որ իր առաջարկը լավ են ընդունել քաղաքացիները, բոլոր քաղաքացիներն ունեն հնարավորություն օգտվելու այդ առաջարկից։ Մարդիկ ըստ էության ասում են, որ դա ընտրակաշառքային գերության մեջ գտնվող քաղաքացիների ազատության համար տրվող փրկագին է։ Այնուամենայնիվ, ինչպես է պարոն Փաշինյանը ստուգելու մարդկանց ազնվությունը, որոնք կարող են եւ ընտրակաշառք վերցնել եւ թուղթ ներկայացնել, որ չեն վերցրել։ Ստուգելու անհրաժեշտություն չունեն, ընտրությունների արդյունքները իրենք արդեն կլինեն այդ ստուգման մեխանիզմը։ Եթե մենք ընտրվել ենք մեծ տոկոսով, նշանակում է այդ մեխանիզմը աշխատել է։ Պարոն Փաշինյանը հույս ունի, որ այդ մեխանիզմը կաշխատի, իդեպ պատգամավորի եւ քաղաքապետի տեխնատուի տեղեկություններով ինքը պետք է Տարոն Մարգարյանի հետ հեռուստաբանավիճի մայիսի 12-ին։